Բարոյ, կառավարությունը դանդաղ հրաժարվում է շրջանառության հարկի ամբողջական համակարգից եւ փոքր ու միջին ձեռնարկությունների ներկայացուցիչները սրանում խնդիրներ են տեսնում։ ՓՄՁ ասոցիացիան մոտ 1 ամիս առաջ նախաձեռնել էր համընդհանուր գործադուլ, որի արդյունքների մասին եւ ընդհանրապես շրջանառության հարկի վերաբերյալ քաղաքական որոշումների մասին կզրուցենք ՓՄԶ ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանի հետ։ Պարոն Ավագյան, շնորհակալ եմ, որ եկել եք։ Կառավարության նախորդ նիստից սկսենք, մեր զրույցը Փաշինյանը ասում է, որ մոտավորապես իրենց կամքը անկոտրում է, այսինքն կառավարությունը որոշել է, որ շրջանառության հարկը հանելու են, բայց միաժամանակ որոշում ընդունվեց 6 ամսյա անցումային շրջանի մասին, կբացատրեք ինչ է դա նշանակում, ինչ է փոխվում, եթե փոխվում է։ Շնորհակալություն։ Նախ մի փոքր ուղում ասոցիացիան չէր նախաձեռնել գործադուլը, բայց ասոցիացիան մշտապես տենց դեպքերում, գիտեք, իր մանդատից ելնելով կանգնած է այդ ինքնաբուխ այդ մեր ՓՄԶ ներկայացուցիչներն են տարբեր ձևաչափերով ու մարտի 3-ը պատահական չէր, այսպես ասած, բան տենց համընկել, մենք ընդհանրապես ասացինք, որ դա Հայաստանում գործարարի օրն է նշվում ու ցավոք սրտի այս տարի տենց նշվեց գործարարի օրը։ Ու դրանից առաջ ու հետո էլի ակցիաներ արվել են, ինձ թվում է էլի կարվեն, որովհետև հարցը չի լուծվել։ Ինչ վերաբերվում է կառավարության որոշմանը ու ձեր ասած շրջանառության հարկի, այսինքն այստեղ ամենալուրջ խնդիրը է դա, որ մենք շրջանառության հարկից հրաժարվելու ճանապարհով ենք գնում։ Ես սա կհասկանայի, եթե դրան այլընտրանք տրվեր, բայց հիմա ցավոք սրտի ժամանակը եւ այդ թվում ձեր մատնանշած կառավարության որոշումը ցույց է տալիս, որ այդ որոշումը լավ մտածված չէր, այսինքն շրջանառության հարկի sense դեգրադացիան, հա, sense ասեմ, ինչու, որովհետեւ բազմիցս ասել եմ, դեռևս 2012-13 թվականից եմ ես այս խնդրի ասած մեջ եղել ու մասնակից եղել նաեւ շրջանառության հարկի ներդրմանը, այն ժամանակ մի տարով փորձ արվեց ներդրվել բարձրացված շահութահարկ 2012 թվականին, ու ընդհանրապես մի տարի դա աշխատեց, որտեղ այնքան շատ դուգանքներ, այնքան շատ բողոքներ եղավ գերփոքր բիզնեսի կողմից ու բազմաթիվ պատճառներով, սկսած իրազեկվածության, կրթական թենզի, կարողությունների եւ այլն բանով ու ներդրվեց շրջանառության հարկը։ Շրջանառության հարկը այսօր աշխարհում կա, տարբեր երկրներում կա, քաղաքակիրթ երկրներում կա ու ինքը տենց լոգիկա չունի։ Նրա մոտ մի քանի կարևոր կանոն կա։ Կանխատեսելիություն, պարզություն, այսինքն դու այսօր մի հատ բաժակ ես վաճառում, դու արդեն մտքումդ մոտավորապես հասկանում ես ինչքան է հարկը։ Իսկ երբ որ նրա տակ դնում են եթե ապաներ, այսինքն եթե այսքան անես, եթե այսքան փաստաթուղթ տնես, եթե փաստաթուղթը հաշվետու երամսյակում է, ճիշտ ստորագրել ես, երկկողմանի ակցեպտավորված է ինվոյսները, հա, այսինքն մի քանի ես տենց որ կարդում ենք դու կառավարության ղեկավարն եւ այդպես ներկայացրել, որ ամեն ինչ պարզ է, ես դնում ես, թուղթը դնում ես եւ ամեն ինչ տենց բան հրաշալի է, բայց իրական կյանքում տենց չի։ Ուրեմն այսինքն եթե այդքան պարզ լիներ, ուղղակի շրջանառության հարկի կարիք չլինի, օգտասած։ Բացի դրանից մի կարևոր բան փաստերով էլի խոսենք։ Նախկինում միայն ասենք օրինակ առևտրի ոլորտը, նաև հանրային սնունդը մի քիչ այնտեղ հանրային սննդի կոնցեպտներ է խախտված, բայց ներդրվել էր այդ, այսինքն փոփոխվել էր արդեն, խախտվել էր այդ գաղափարախոսությունը ու էլի դրել էին խրախուսական, այսպես ասած, կոնֆետներ, որ եթե նվազեցնեն իրենց հարկը, կհիշեք նախկինում 5% նկատի ունեք ոչ պարտադիր։ Այո, ոչ պարտադիր։ Հիմա էլ է ոչ պարտադիր։ Ներդրված էր 5%, հանած ձեռքբերումների 4%։ Երբ որ ֆինանսների նախարարությունը այս նախագիծը ներկայացնում էր, արդյունավետ դրույքաչափը չէր հասել 1, այսինքն ոչ պակաս քան 1, արդյունավետ դրույքաչափը 1.5% չէր եղել։ Այլ ավելի բարձր 2.3 էր թե 3-ի մոտ էր, էլի։ Այսինքն պարզ բիզնես կանոններից ելնելով այդ ձեր հարցին պատասխանում եմ փաստերով, էլի։ Եթե իրականում դա այդքան հեշտ լիներ, բիզնեսը ինձ թվում է ամեն ինչ անում է, չէ՞ որ մի կոպեկ ավել խնայի եւ քիչ արկ։ Բնական է մեծ մասը կգնային 1.5%-ի։ Ինչու՞ չէր աշխատել այդ մոդելը, որ հիմա ավելի ենք բարդացնում, ասում ենք 10%, հանած ձեռքբերումների 9%, այսինքն չէր աշխատել հենց բարդության պատճառով, թե այլ պատճառներ։ Մի քանի պատճառ է, էլի, այստեղ դրա համար շատ խորքային որ նայենք, պատճառները մի քանիսն են, բարդությունն է, կան օբյեկտիվ պատճառներ, որ կան ապրանքային խմբեր, որոնք շատ մեծ ցանկության դեպքում էլ ինքը չի կարող փաստաթղթավորել։ Օրինակ, ասենք նույն մեր ՓՄԶ-ները այս վերջի ասուլիսներում բերում էին օրինակներ, ասենք տարբեր երկրներից բերվում անդեղ այդ մաքսատուրքի եւ այլնի հարցեր կան, որ տարբեր ինվոյսային արժեքով է այս եւ այլն, հա։ Կան ծախսեր, որոնք էլի հնարավոր չի փաստաթղթել։ Ամենաբարձրագույնը վերցրեք մրգի շղթան։
ասենք գալիս է Գեղարքունիքի մարզից, գիշերային բանից մրգի շուկայից առնում է տեղ, որ նույնիսկ այնտեղ ՀԴՄ սարք չկա, այնտեղ հագեցած, հա, առնում է, պետք է ինչ-որ ինվոյսով տա, հետո գնա, հետո այնտեղ կորուստ, ասենք առնվազն 10%-ը թափեց, հա, ասենք ինչն է նվազեցնում, ինչն է արում, եւ այլն։ Այսինքն բաներ կան, որոնք պետք է հանգիստ թողել այդ սեգմենտին։ Ու պայմանը այդ էր 13 թվականից ներդրված, որ ասում ենք շրջանառությունը մի խափի պետությանը, շրջանառությունը անգամ տոկոս։ USA-ում այդ ամեն ինչը կա, Վրաստանում կա, ասենք տարբեր շեմերով եւ այլն է տարբեր։ Ի վերջո տես մի քիչ շեղվեցինք, բայց կառավարության որոշումով չի լուծվել այդ հարցը։ Շատ կարևոր է, որ այստեղ էլի խորքային չի ուսումնասիրություն չի արվել, ինչ են բողոքում, ինչ են ասում, վերցվել ընդհանրապես մի խնդիրը, որ ասում ենք ազնիվ չի, նախորդ ժամանակաշրջանից, այսինքն մինչև հունվարի 1-ը ձեռբերված փաստաթղթերով ապրանքները մարդը չի իրացնում հենց հունվարի 1-ին, չէ՞, ասենք ինքը ունի կուտակված 10 տարվա ապրանք ունի ձեռբերված եւ այլն, որոնք տենց իրացնելու է, հետեւաբար դուք թույլ չեք տալիս նույն ձեր խաղի կանոններով նվազեցնել։ Իրանք ասին լավ, ոնց որ հա ճիշտ եք ասում, այդ մի բանը լավ չենք մտածել, բայց այդ մենակ այդ մի բանը չի, ու պետք է մի դրվագ, մի դրվագ, այսինքն միայն առևտրի ոլորտը մի դրվագով ասում են եկեք լուծում տանք, ու լուծումը ինչ ենք արել, ցախ ձեռքով աճականջն ենք բռնել, այսինքն ասում են գնա լավ, էլի հաշվարկի ես բարդ մեխանիզմով, եթե քո վերջնարդյունքում քո հարկը լինի շրջանառության 10%-ից հանած 5%-ի տարբերությունը, մենք քեզ այդ տարբերությունը կտանք բյուջեից, բայց ու էլի սկսում է եթեները, պետքա առաջերտակը ավարտվի, դու հաշվետվությունը ուղարկես, այդ պահի դրությամբ ոչ մի պարտք չունենաս, դիմում գրես պեկը գնայի, մի ամսվա ընթացքում կպատասխանի, նույնը երկրորդ երամսյակի համար արդեն օգոստոսին մինչև պետքա դիմումները տան։ Այսինքն մենք բազմաթիվ խնդիրներ ենք ունենում, երբ որ նմանատիպ աջակցության ծրագրերը արվում, հետո սկսում ենք ասել հոп, ինչ որ մեկը չարաշահեց, մենք ի նկատի չունեինք այս առևտրականին, մենք ի նկատի ունեինք գերփոքրին, օգտվել է խոշոր առևտրականը գերփոքրի տակ, հասկանում եք, այսինքն երբ որ դու ուղիղ ձևով, པարզ ձևով չես ասում այդ ամը, չես դնում այդ մեխանիզմը, իրականում օգտվում են ավելի շատ այն հասցեատերերը, ովքեր դրանով չպետք է օգտվեին, ավելի խելոք են, ավելի ճարպիկ են։ Ու մի կարևոր բան էլ կներեք, ես էլ ասեմ, որ ինչպես նշեցիք ու կարևոր բան եք ասում, որ այստեղ միայն առևտրի ոլորտն է։ Մենք հենց հիմա մեր ասոցիացիայի անդամ ունենք, որ փոքր արտադրող է, ու որ ասում ենք շատ իրազեկվածության բան, ինքն էլ հենց իդեպ այն ամենակիչ ՓՄԶ-ներից է, որ կարողանում է պլանավորել իր հաջորդ տարին։ Այդ մարդը պլանավորել է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ձեռք է բերել Չինաստանից հումք, կտոր, ոչ միայն Չինաստանից կտոր եւ այլն, որը պետք է իր արտադրությունը անի։ Իր հաշվարկներով դա հերիքելու է իր մինչև օգոստոս ամիսը։ Հիմա ասում եմ, ես հանգիստ ապրում եմ իմ համար, շրջանառություն 3.5% էի, բռնեցիք, դարձեցիք շրջանառություն 7%, արտադրությունը նախկին լոգիկայով էր գործում։ Ու ասում եք ծախսերի 4%, բայց այդ ծախսերս ես արել եմ պատշաճ, բանկային փոխանցումով եւ ինչով եմ ես մեղավոր, որ ես հայտնվեցի այստեղ, էլի։ Ընդ որում շատ արդարացի բաներով, էլի, այսինքն այստեղ իրական հասցեատերը, որը գերփոքր բիզնեսն է, որին անընդհատ պետքա փորձել ավելի հեշտացնել իր կյանքը, որ ինքը իր բիզնեսը իրականացնի, մենք հակառակն ենք անում։ Նույնը մեզ բարձրացնում էր այդ հարցը մեր այդ վերջի հավաքի ժամանակ եկավ ծանոթացանք Ռուսաստանից եկած ռելոկանտ էր, որը հայրը տենց հայկական կապեր ուներ ու նույնիսկ քաղաքացիություն էր ստացել։ Ինքն էլ ձեռագործ մարդկանցից վերցնում է դա ու այդ մարքեթփլեյսերում վաճառում է։ Ու նույն խնդիրը ինքը ունի, ասում եմ, ես հիմա ունեմ ապրանքներ կուտակված անցած տարվանից, ու ես ինքս հիմա այդ իրանց Ռուսաստանից եկած մարդկանց տես խմբեր ունեն, որ քննարկում են, ասում եմ, հիմա Հայաստանը այս որոշումով անգամներով հետ են գա, մարդիկ նույնիսկ մտածում են, կարող ճիշտ է գնալ Վրաստան, որտեղ շատ ավելի պարզ է այնտեղ կյանքը, է։ Հայաստանում անել բիզնես չանել, բիզնեսը տանել չտանել։ Ամեն դեպքում, երբ որ իշխանության ներկայացուցիչներին ենք լսում այս հարցով, ասում են, որ շրջանառության հարկը ընդհանուր առմամբ անարդար է։ Հաշվի առնելով, որ երբ որ շրջանառության հարկի համակարգում են գործում, շատ ավելի ցածր են վճարում հարկեր, քան ընդհանուր հարկման համակարգում, եւ սա կարծես այսպես գայթակղիչ ու գրավիչ է այն մարդկանց համար, ովքեր ուզում են խուսափել հարկերից։ Արդարության մասով ինչ կասեք։ Իհարկե աշխարհում կան ու Հայաստանը բացառություն չի բիզնեսներ, ում համար չի հասցեագրված ինչ որ քաղաքականություններ, բայց դրանք դրանից օգտվում են։
օրինակ բաներով այդ ձեր ասած, որ ասենք ինքը փոքր բիզնես չի, բայց բացում է մի քանի իրան փոխկապակցված, ընդ որում այդ օրինակը ունեցել էինք Հայաստանում։ Բաժանվում է կտորների, որպես 18 թվին շատ հայտնի դեպքերով կհիշեք, այտենց ունենք այդ օրինակը մեծ խանութների ցանցիում փոխկապակցված մի քանի տասնյակ, ասենք բաներ կային։ Ինչ որ գործ հարուցվեց, ինչ որ որպեսի հիշենք նաև սուպերմարկետների ցանցը, որը ԱԶ-ներ էր բացել եւ ԱԶ-ների միջոցով էր վաճառում։ Հիմա պայմանական, ասենք, լավ, այդ օրինակը բերեցինք, ասենք, ինչ որ բացահայտում արվեց, ինչ որ չգիտեմ դրա վերջում ինչ եղավ, բայց հիմա այդտեղ ուրեմն ինչ որ խնդիր կար, ոչ միայն այդ բիզնեսի, կային ինչ որ խնդիրներ, նույն իշխանության ներկայացուցիչները, որոնք ներկայացնում են, որոնք նախկինում եղել են խոշոր բիզնեսներ, որոնք փոխկապակցված են եղել, արտոնյալ են եղել, չեն գրանցել եւ այլն։ Այդ բիզնեսները շարունակում են գոյություն ունենալ Հայաստանում։ Նշանակում է, ես այս ամենապարզագույն լեզվով եմ էլի ուզում ասել, որ արդարությունը ոնց ենք չափում։ Այդ բիզնեսները ունեն խոշոր կուտակված կապիտալներ, որոնք հիմա, այսպես ասած, իրանց համար դա ներվել է, իրանք արդեն այլևս մաքուր բիզնեսներ են։ Ու մենք ունենք ոչ տենց կուտակված կապիտալներ, ինչ որ վարկով, չգիտեմ, սեփական ռեսուրսով տուն ենք վաճառել բան ու ռիսկ ենք անում բիզնեսն։ Արդյոք մենք հավասար պայմաններում ենք ինչ նրանք։ Իհարկե ոչ, չէ՞։ Ու ցանկացած դեպքում փոքր բիզնեսին համեմատել, օրինակ այդ նույն այդ ֆիննախի նախագծի մեջ, երբ որ դուք նայում եք, ասենք իրենք համեմատում են ընդհանուր առևտրի ոլորտը, ու ասում են, տեսեք, այս առևտրի ոլորտի մեջ շրջանառության հարկ վճարողները այսքան անգամ փոքր են վճարել հարկ սրանից։ Շատ լավ։ Հիմա եկեք ասենք էլի վերցնենք ցանկացած արդեն սուպերմարկետ ու վերցնենք մեր այդ միշտ բերում է այդ օրինակը մեր Քյավառի փոքր բիզնեսը։ Ասում են, եղբայր, ինձ առաքիչը որ բերում է նույն ապրանքը որ տալիս է, ինքը տալիս է ավելի թանկ գնով, քան սուպերմարկետին, որովհետև սուպերմարկետն է այնտեղ հարց թելադրում, հա։ Ու ինքը ասում է, կամ ինձ 10% էժանով կտաս, ես քո փողը կտամ, ճիշտ է օրենքը փոխել են հիմա 30 օր 60 օր, ասում եմ, երբ ուզեմ կտամ, իրականում այդպես դեպքեր էլ ունենք։ Ու ցանկացած դեպքում բանակցային շատ ուժը ինքը ուժը։ Հիմա այս մարդու ֆիսկալ հասույթն էլ է գնում ՊԵԿ ու ֆիննախի մեր սիրելի չինովնիկը նստում նայում, ասենք, ԱԶ Փիլիպոսյանը եւ XYZ ընկերությունը, որը ունի, ասենք, 13 կամ 20 խանութների ցանց, հա, ու սկսում է համեմատել իրար հետ։ Նախ սա իջելա ներքև։ Իր ավելացված արժեքի հարկն ու շահութարկն է իրար հետ համեմատում այս մարդու վճարած շրջանառությանը։ Այսինքն շատ բաներ մենք ոնց որ տանձը խնձորի հետ ենք համեմատում, ասում ենք համեմատելի չի։ Ու վերադառնալով մեր իրական մանդատին ՓՄԶ-ի ու գերփոքրի խնդրին, էլի աշխարհում չկա տենց բան, երբ որ մենք գերփոքրի հարկը ուզում ենք համեմատել միջին ու խոշոր բիզնեսի հարկի հետ։ Գերփոքր բիզնեսը ցանկացած երկրում լուծումը շատ ավելի շատ կարող հիմա երկրի տեսանկյունից այնք էլ հանգիստ թողենք այդ գերփոքրին։ Ինքը զբաղվածության հարցալուծում, աղքատության հարցալուծում, տարածքային զարգացվածության հարցալուծում։ Այսօր ասենք, եթե մենք տենց ասում ենք Քյավառ, Սոտ, եւ այլն այդ կողմերը, այնտեղ ասենք այդ մի խանութը ինքը մենակ խանութի հարց չի, ինքը զուտ բիզնես չի, որ ԱԺ ամբիոնից էլ ասում են, եթե հաշվում եք, դուք պետք է փակվեիք։ Այո, պետք է փակվեր։ Բայց ինքը իրականում այնտեղ շատ ուրիշ մշակութային հարց է լուծում։ Ինքը երբեմն միջև հիմա, այո, թող չզարմանանք, 21-րդ դարում դեռևս կա պարտքով ապրանքի ցուցակներ, կան ապրանքի հետ փոխանակելու բաներ, այսինքն այդտեղի կանոնը ոնց որ համակեցության շատ կարևոր օղակ է, էլի, այդ համայնքի։ Ու իրան բռնել համեմատել Երևանում 15-20 սուպերմարկետների ցանց, որովհետև ես հասկանում եմ այդ չինովնիկներին, դե հաշվետվությունները գնվում է, հաշվետվությունների ներքևում, ասում են մի հատ հələ բազայից անեք ՏԳՏ կոդերով առևտուր իրականը հանում են ու արդեն հայտնվում են ԱԶ-ները, չգիտեմ, ՍՊ-ները եւ, ասենք, գրուպերը, հա, բոլորը հաշվետվություն տվել են առևտուր։ Ու իրանք համեմատում են այդտեղ ու տենց պատկերի կներեք շեղում կա, էլի, ռուսերեն իսկաժենիա կա, էլի։ Այդ իսկաժենիայի հիմքով արվում է։ Մի կարևոր փաստ է, որ միայն այդ ֆիսկալ բազաներում արկա տվյալներով հնարավոր չի քաղաքականություններ որոշել, որտեղ ես բազմիցս նշել եմ ՓՄԶ-ն ու հարկայինը, այսինքն այս ՓՄԶ-ի զարգացվածությունը դա զուտ միայն չնայած սրա ուղիղ պատասխանատուն էկոնոմիկայի նախարարությունն է, բայց միայն էկոնոմիկայի նախարարության տիրույթում չի։ Եթե ՓՄԶ-ն փակվեց, ավելանում են գործազուրկներ։ Եթե ՓՄԶ-ն փակվեց, նորից մենք ունենում ենք տեղից մենք ունենք շատ վատ պատկեր։
ասենք բիզնեսի 50%-ից ավելը ասենք կուտակված է Երևանում, աշխատողների մոտավորապես 60-70%-ը Երևանում։ Մեր ՓՄԶ-ների 52%-ից ավել տոկոսը առևտրի ոլորտում է, մենք մի քիչ արտադրող ունենք, այն օրինակը բերեցի, նրան էլ ենք մեջքից խփում։ Այսինքն բաներ կան, որոնք ընդհանուր պատկերում պետք է նայենք։ Մենք որպես երկիր ինչպիսի տնտեսություն ենք ուզում ունենանք։ Մենք որպես երկիր ինչպես ենք ուզում աղքատությունը հաղթահարենք։ Մենք ամեն օր լսում ենք բան, աջակցության ծրագիր, հայտարարագիր տուր, ես քեզ 100,000 դրամ կտամ։ Չգիտեմ, հաշվետվությունը տուր, ես քո հարկի տարբերությունը կտամ եւ այլն։ Պարզագույն բաներ են դրանք։ Ես մի անգամ այս օրինակը բերել եմ որպես պաշտոնյա, որ այդ առաջարկը արեցինք, որպեսզի պատկերացնեք էլի ինչպիսի լավ մոդելներ կան ու մեթոդներ, որոնք չեն կիրառում։ Օրինակ 2018-19-ին, երբ որ եկամտային հարկի փոփոխություն արվեց համահարթեցման, մենք որպես էկոնոմիկա ու ֆիննախի այդ 4-5 սցենարներ քննարկում, մի հատ կարևոր բան ենք ասում, ասում ենք լավ, ձեր բոլոր սցենարներին համաձայն ենք այդ 23, չէ, հիշում եք, իջավ տարի։ Մի բան, մի հատ արդարություն վերականգնեք, էլի։ Մարդկանց սպառողական զամբյուղի գումարը չհարկենք, նախկինում եղել է մեր երկրում, դա վերացրել է։ Մինիմալ շեմը, այո, չհարկենք։ Ընդ որում դա էլի եվրոպական դիրեկտիվաներով, տարբեր եվրոպական երկրներում դա մինչև հիմա կա, ասենք նույն Բելգիացուն, ասում են, ասենք ստանում ես $10,000, 10,000 եվրո, քո $1,000-ը հանում ենք որպես քո բան, ապրուստային միավոր, հա, ոնց էր կոչվում, սպառողական կենսական մակարդակը տապահվելու բան, մնացածը հարկում ենք։ Այսինքն հիմա դա ավելի լավ գործիք է, որտեղ ֆիքսված է, բոլորից ֆիքսում ենք, ասենք ինչքան է հաշվել տարեկան 35,000, հա, տարի մեկ կարելի է վերանայել կամ 2 տարի մեկ։ Ասենք ասում ենք այսքան էս մարդու ուտել չմեռնելու փողն է, չենք հարկում, 150,000 ստացողի վրա դա էական ազդեցություն է ունենում, որտեղ 150 մինուս 35,000 անգամ 20%, քան 2 միլիոն ստացողի վրա, հա, որովհետև տենց էլ եղավ, երբ որ համահարթությունը մեր մոտ եղավ, բարձր աշխատավարձ ստացողները ու վերջի շրջանում տենց է, բանկային համակարգը գերշահույթով աշխատում, հարուստ սեգմենտը իր եկամտային հարկը սեգմենտը հարստացավ, այո, իր եկամտային հարկը իջավ, իսկ այն 150,000-ի համար այդ եկամտային հարկը 23-ից 20, ասենք էական բան չփոխվեց, էլի։ Ու այստեղ նաև գալիս այն մյուս հարցը, որ մենք լուծում ենք նաև այդ ձեր ասած արդարությունը, ես կհասկանամ այդպես բաների, որտեվ արդար բանը չէ մարդուն, ասում ես սա քո ուտել չմեռնելու փողն է, սա քո աշխատավարձն է, քո բարեկեցություն, երեխու բան եւ այլն լուծել։ Ու այդ դեպքում չես ասում գնա հաշվետվությունը տուր, նոր հետո կդիմես, ես քեզ 100,000 պարզագույն մոդել է։ Ընդ որում ասում եմ, սա եղել է մեր երկրում։ Եթե կհիշեք, եթե առաջ եկամտային հարկ չէր, եկամտահարկ ու սոցիալական վճարեր, տենց էր 20,000 չհարկվող շեմեր ու տենց բարձրանում էր։ Տեսեք, այսպես sense մոդելներով են անում բանը, ոչ թե տուր, հետո ես քեզ կտամ, հետո ինչ որ չինովնիկի մենք կկասկածենք կոռուպցիայի մեջ, դիմումը սխալ է նայես, մի բիզնեսին առաջ տվել այն մեկին հետ եւ այլն, գիտեք, տենց դեպքեր ունենք, նույն էկономիկայի նախարարությունում այդ գյուղատնտեսական ծրագրերի աջակցության եւ այլն։ Այսինքն ավելի պարզ է պետք տալ, որ չգնանք sense ֆրանկ հետ գանք, հետո սկսենք կասկածել մարդկանց։ Եթե լուծման տեսանկյունից նայենք, որոնք են լուծումները, եթե այդպեսին կան, որովհետեւ կարելի է շեմի իջեցնել, կարելի է տարածքային արտոնություններ տալ, ձեր ասացի պես, ասենք, մարզային քաղաքներում, թողնել շրջանառության հարկ Երևանում չթողնել, բայց այդտեղ հազար անգամ կներեք, այս տարի հունվարից նաև այդ փոփոխություններից մեկը այն էր, որ մարզային առևտրային առևտրով զբաղվող ընկերություններ, նո տնտեսավարողները, ովքեր տենց մինչև 24 միլիոն, օգտվում էին միկրոձեռնարկատիրության հարկման ռեժիմից։ Այս տարվա հունվարից նաև այդ է բացառվել։ Այսինքն մարզային խանութին մենք ասել ենք այլևս դու պետք է գաս շրջանառության հարկ, որում 24 միլիոն տարեկան շրջանառություն ունեցող, որը այդ տենց ԱԺ-ամբյոնից ասում են այդ բիզնեսը չպետք է գոյություն ունենա, բայց այդ բիզնեսը գոյություն ունի։ Նո, օբյեկտիվորեն դա շատ փոքր բիզնես։ Այո, բայց ինքը գոյություն ունի, այսինքն այդ որպես բիզնես եք եթե ուզում դրան նայեք, բայց ես ասում եմ դա բիզնես չի, էլի։ Դա այդ համայնքի միակ բանն է, հաց վաճառող խանութն է, էլի։ Տեսեք, եթե լուծումներից նայենք, կան լուծումներ, որոնք կաշխատեն, որովհետև իմ նշածը է, որ նվազեցնել շեմը կամ տարածքային արտոնություններ տալ, ամեն այսպիսի լուծում ենթադրում է նաև սողանցքներ։ Այո։ Կան լուծումներ աշխարհում, որ բերենք դնենք Հայաստանում ու սողանցքներ չլինեն կամ դրանք հնարավոր լինի վերահսկել։ Աշխարհում չկա տենց բան, որ հարկային քաղաքականությունը այնպես է մշակված, որ դրանից օգտվողներ չկան, այսինքն նույն վատ իմաստով օգտվողներ, ոչ թե հասցեները, չարաշահողներ։
այնպես որ այդտեղ դու որպես պետություն էլ դու պետք է հասկանաս, որ այնտեղ ինչ որ բան կա, չարաշահումներ կա, ինչ որ ստվեր կա, որի գինը դու որ մոտավորապես հաշվարկում ես, հասկանում ես, որ դա չարժի քո վարչարարությունը, որ դու գնաս անես, հա, այդ բացահայտես, հա, այսինքն որ իդեալական փակվի, տենց բան չի լինելու ու չկա։ Լուծումները հիմա ես էլի կդժվարանամ ասեմ, բայց մի բանը հաստատ պնդում եմ, որ շրջանառության հարկի գաղափարախոսությունը պետք է հետ գա։ Այսինքն շրջանառություն անգամ տոկոս։ Ու նայեք, հանրային սնունդը 18-19 թվականին, որ էլի ուզում էին իրանց տանեն, այ դա այդտեղ խնդիր էր գյուղմթերքը, որ գիտեք, ահա չկա, այնտեղ խնդիր է։ Դրա համար ասին հանրային սնունդը ասում ենք առանց շեմի սահմանափակման ազատականացրեցին շուկան, այսինքն դու 115 միլիոն շեմ այնտեղ չկա տարեկան։ Շեմը ինչքան ուզում ես բանարա, խփի, մի խափի մեզ, բայց այնտեղ էլի դրվեց այդ շրջանառություն, հանած բաներ, անչա ձեռբերումների տոկոսներ եւ այլն, որը սահմանվել էր 6%, այս տարվանից դարձավ 12%։ Այսինքն մենք բազմաթիվ օրինակներ ունենք, որ նաեւ այդտեղ շեմի հարց չկա։ Օրինակ այդ ԱՄՆ-ին, որ ասում եմ, այնտեղ ըստ նահանգների օրինակ տարբերություններ կար։ Այսինքն դու մտնում ես ռեստորան, այնտեղ գրած էր քո պատվեր, ասենք $1000, այնտեղից հաշված էր 7%, մենք տենում էր, տակը բացված է 2% տուրիստական ինչ-որ վճար, 1% տեղական բան, այսինքն սենց ինքը պարզ բաներ անում, էլի, մոդել էր։ Դա նաև կարելի է իրար միացնել ու ասենք միտեղ հավաքագրվի, բիզնեսը միտեղ տա։ Օրինակ դուք գիտեք, որ քաղաքում բիզնեսը նաև տալիս է առևտրի թույլտվության վճար, չէ, ասենք շրջանը տալիս է որը գնում է տեղական турք, ասենք Երևանի կա, բայց դա մի հատ ընդեղ է հաշվետվություն տալիս, մի հատ տեղա տալիս, եկան կարելի է լրիվ հեղափոխական բան անել, նու հիմա կասկածում եմ որ հնարավոր անել, բայց ասենք միտեղ տա ինքը, բայց մեջը բացված է, ինքը չգնա մի հատ քաղաքապետարանի տեղական турքը տա, մի հատ սիգարետ վաճառելու տեղական турքը տա, մի հատ էս, դու տեղից հանում ես շրջանառությունից ես, տալիս ես ընդ իրենք բաժանում են մասերի վերջ, ու ի վերջո 21-րդ դարում հարկ հաշվելու վրա ավելի քիչ ժամանակ պետք է ծախսել, քան բիզնեսը զարգացնելու։ Մեզ անընդհատ այդ պետական հատվածն էլ ասում է, դե տեսեք ՊԿ հիմա լավացրել է հաշվետվությունները, այո, ասենք եթե մենք համեմատում ենք 12-13 թվականի ՊԿ-ու հիմա, չէ, թվային ընտիր գործիքներ կա։ Ուրիշ հարց է թե դա ոնց է աշխատում ու ոնց է անում։ Ես ինքս վաղուց տենց պրակտիկ չէի փորձել, այն օրը տենց մի հատ անհատ ձեռնարկատիրոջ հաշվետվություն այդ ձեր ասած ծառայության ոլորտում փորձեցյանը, ավտոմատ ինքը վերել էր տալեր հանրային սնունդ էր գցել այդ բանը շրջանառությունը, բայց հանրային սնունդի հետ կապ չուներ։ Ինչու որտեվ հանրային սնունդը ամենաբարձր էր։ Հետո սկսեցի մտածել հետևի ալգորիթմը ոնց է աշխատում էլ, ինչի էր հենց որոշել որ բանա։ Նայեցի այդ ձեր ասած տնտեսական գործունեության դասակարգիչները ընդհանրապես կապ չուներ հանրային։ Ասածս այնա որ տենց շատ հեշտ ասում են, որ մտնում ես, լրացնում ես, ինքնաշխատ, սաղ լրացում, չէ, տենց չի։ Բացի այդ, ամենակարևորը, մինչև այդ ինքնաշխատ այդ դատան լրացվի, դու պետք է մեծ գործողություններ անես, նույն ոսկու մեր ոլորտի ժողովուրդն, որ ասում են ֆիզիկական անձից, որ դու ոսկին առնում ես որպես լոմ, հա, վաճառելու բան, դու հարկերից ազատված ես։ Այդ ամեն ինչը անելու համար պետք է պայմանագիր կնքի այդ ֆիզանձի հետ, անձնագրով, բանկային փոխանցումով, այդ հանձնման ակտով, ու նոր ինքը առնի, նոր սկսի բան, պատկերացրեք այդ։ Հետո իրական կյանքը մի քիչ ուրիշ է, այդ մեր ՓՄԶ-ները որ բերում են այդ օրինակն, ասենք, չգիտեմ, առինչ մոլում ունենք ՓՄԶ, որը բերում է ինչ-որ X տեսակի ապրանք, բայց նաև վերցնում է Y տեսակի ապրանք ընկերոջից։ Նորից, ասենք, Վանաձորից ընկերը գալիս է իր այդ 10 տարի է իր այդ աշխատում է, գալիս ասում է 5 ռազմերի, այսպես ասած, տուր տանեմ, որը վաճառվի, քեզ փողը կտամ։ Գործընկերային բան է։ Հիմա այդ որ այտենց հիմա անում էին իրանք, հիմա այլևս չի կարելի դա անել, որովհետև հենց այդ պահին իրան բռնեցին, որ ինքը այդ 5 զույգ բանը տանում, ասում է, հոп, ինչ ես փաստաթղթ խտավոր ես, ապրանքը քեզ որ ասում է, այ մարդը չեմ վաճառել, ոչ էսա վաճառել, ոչ նա։ Ասում է, դե դրա համար տեղափոխման բեռնագիր գրի, հանձնման ընդունման ակտ արա եւ այլն։ Էսա բանը էլի, եթերից լսում ես տենց թվում է վայ, այս մարդիկ ինչ-որ խելոք բան են արել, իջացրեք 1.5% բան, բայց փաստերը ուրիշ մասն են։ Ձեր ասած եթերից խոսող մարդիկ ասում են, որ մենք քաղաքակրթական նոր մակարդակի պիտի բարձրանանք եւ նորմալ է, որ բիզնեսը ջանքեր գործադրի, սովորի, կրթվի եւ փաստաթղթավորվի, պլանավորվի եւ այլն։ Այստեղ խնդիրը որն է, ես հասկանում եմ ձեր ակնարկի մասին է, որ մեր օրենսդրությունը հնարավոր է կտրվել է իրական կյանքից, բայց արդյոք օրենսդրությունը չպետք է իր հետևից տանի իրական կյանքը։ Ընդհանուր որ ասում ենք ՓՄԶ-ն պետքա կրթվի, տենց անդադ գցում ենք գնդակը, դաշտ գնացեք, սովորեք, չգիտեմ, ինչ-որ էլեկտրոնային հայտարարագիր տվեք եւ այլն, շատ լավ։ Դրա համար ինչ է արվում կամ ինչ է արվել։
Հայաստանում գոյություն ուներ ՓՄԶ զարգացման ազգային կենտրոն, որը հարկային քաղաքականություն բան այդ չէր։ Իրանը ՓՄԶ-ի զարգա, որը ասենք սեմինարներ էր անում, կրթական բաներ էր անում, որպեսզի պատկերացնեք 2013 թվականին, որ առաջին անգամ ներդրվում էր ID քարտ ու էլեկտրոնային ստորագրություն, էլի մենք տենց ամենաշատ բաներից էինք, էլի ասում ենք, այս ո՞նց են անելու այս մարդիկ։ Մինչև հասանք վարչապետը հասկացավ, այո, որ ինքը լավ բան ուզում անի, բայց դա իրականություն չի։ Հանձնարարվեցում ՓՄԶ զաքին, որը մարզային գրասենյակներ ուներ, այնտեղ դրեցին համակարգիչներ, դրեցին ID card reader առնել այն ժամանակ հերոսություն էր, որտեվ չկար, դեֆիցիտ էր։ Այդ մարդիկ դրեցին reader-ներ, բացատրեցին ինչ բան է եւ այլն, սկսեցին այդ կամած ու հաշվապաներին եւ այլն։ Բայց ասենք հիմա որ ասում ենք պետք է կրթվի, ֆռում ենք նայում ենք, բանից բարձր Հայաստանում մի 3 տարի է փակել են ՓՄԶ զաքը։ Այսինքն մենք այսօր մի հատ կառույց չունենք, որ այդ ՓՄԶ-ին պետքա կրթի, պետական կառույց է։ Իհարկե, ասենք դրամաշնորհային ինչ-որ բաներ արվում են միջազգային, բայց դրանց բաները ուրիշ է, այսինքն նրանց մանդատը ուրիշ է։ Ասենք չգիտեմ, կին ձեռներեցություն մի հատ այսքան 20 հոգի կին վերցրեք, ով որ ուզում է զբաղվի բիզնեսով, սովորացրեք, այս արեք, всё, գնացին, իրանց ծրագիրը, օքեյ է, գալուշկը դրեցին, գնացին։ Բայց դու որպես պետություն, ես այս անդադ բերում եմ այդ օրինակ, էլի, ասենք ամենալավ օրինակը ՓՄԶ զարգացվածության, ասենք Գերմանիան, Ճապոնիան, ու էլի կան օրինակներ, որտեղ անանց հնար է, որ ՓՄԶ-ի մասնաբաժինը հնայում մեծ դեր է կատարում, որովհետեւ դու անդադ խոշորից կախված չլինես։ Բայց ինչ է այդ մարդիկ այդ երկրներում։ Խոշորին նաև պետք է պաշտպանել, որ ինքը չփլուզվի։ Այո, իսկ ինչու, այդ փլուզվելը մի քիչ բան չի, բայց ես դիվերսիֆիկացիայի մասն եմ ասում տնտեսության, որովհետև այդ իմ հիշատակած խոշորները իրանք միշտ նույնիսկ քաղաքական օրակարգով են բան, էլի։ Դրա համար ես իմ համար հիմա հարց չունեմ, ես པարզ է ինչա կատարվում, էլի։ Այսօր քաղաքական օրակարգերի ու բաների մասով որ նայում ես արված որոշումների, էլի եմ կրկնում, հարուստները, բանկերը, այսինքն նրանց լոբինգն է երևի ավելի լավ ու աշխատում, բայց պատասխանը տալու միևնույն է քաղաքական թիմը։ Ինչու է իմ նշած երկրներում այդ ՓՄԶ զարգացման գործակալություններ են, կոմիտեներ են, ու ամենը մի ձևակերպ, բայց ֆունկցիոնալ է իմ ասած հարցն են լուծում, որովհետև անընդհատ բացվում են ՓՄԶ-ները, անընդհատ փակվում են, զարգանում են, ասենք մեկը դարձավ արդեն միջին են, մեկը էսինչ, բայց ՓՄԶ-ն հենց այդ է, որ ինքը անընդհատ ու դրա համար է կհիշեք ճգնաժամային իրավիճակներում COVID եւ այլն, այս ՓՄԶ-ն ավելի հեշտ է, ասենք, չգիտեմ, կոշիկ արտադրողը դառնում պայմանական դիմակ արտադրող, քան ասենք քո պղնձամոլիբդենային գործանը չի կարա դառնա, չէ՞, դիմակ արտադրող, այսինքն դա շատ ավելի դժվար է։ Այսինքն էսա մոտեցումը, որ դու անընդհատ պետք է ՓՄԶ աջակցության, բայց ես ասում եմ, փաստեր ուրիշ բանի մասին են խոսում։ Ռազմավարությունը անցած տարի վերջացավ, հերանիցել ենք, այսինքն կատարողականը չասեմ ինչ վիճակում է, այդ գործակալությունը փակել ենք, տեղ ուրիշ բան չենք դրել, ու հիմա ասում ենք պետքա կրթվի, ոնց պետքա կրթվի։ Նայի, ասենք, չինովնիկը ոնց է լայվ մտնում ու բացատրում, տեսեք, ես մտա կարողացա ինչ-որ էլեկտրոնային ստորագրություն տնեմ, տենց չի կյանքը։ Մենք ունենք կյանք Երևանից դուրս, մենք ունենք կյանք, որոնց մարդկանց հետ պետք է հանդիպել, խոսել, շփվել, բացատրել ինչա եւ ազդեցության գնահատում անել, ոչ միայն հարկերի տեսանկյունից, այդ նույն հիմա որ մենք խոսում ենք, ասում ենք մարդը չի կարողանում տալ այդ հաշվետվությունը, ասում ենք դա գնա կրթվի։ Եղբայր, մինչեւ որոշում ընդունելուց կլներ, մի հատ հաշվեիր, քանի ՓՄԶ-ի ասա վերաբերվում եւ նրանցից քանիսն են կարողանում էլեկտրոնային ստորագրությունով ստորագրություն անել։ Ընդ որում հաշվի առնել նաեւ քո տեխնիկական խնդիրները, որ միևնույն ժամանակ այդքան մարդ որ մտնի ստորագրություն անի, ոնց որ կհիշեք ավտոբուսների ժամանակ, այդ ծրագիրը կկախվի թե չի կախվի։ Այսինքն նաև դու որպես պետություն դու պատրաստ ես որ այդ 50,000-ը կրթվեց ու հաջորդ օրը բոլորը տվեցին այդ հաշվետվությունները, այդքան պատրաստ ես տեխնիկապես սպասարկելու թե ոչ։ Նույն խնդիրն է, որ սրան զուգահեռ, ասենք, մյուս քաղաքականությունն է, ասենք, հաշվապաններին ու իրավաբաններին գիտեք, նորից տանում են ԱԱՀ-ի դաշտ, նորից թանկացնում են։ Առաջին ընթերցման օրենքը ընդունվեց, երկրորդ ընթերցման հիմա քննարկվում է, որ պետք է ընդունվի ու հուլիսի 1-ից ուժի մեջ մտնի։ Էհա, հիմա ոչ մի բան իրար հետ չի բռնում, էլի այդ է խնդիրը։ Երբ որ դու ասում ես պետք է ավելի շատ, չէ, այս ՓՄԶ-ն, որպեսզի այդ բարդ հաշվառումը անի, ինքնշակման հաշվապային ավելի թանկ պետք է վճարի։ Կողքից մեկ էլ իմանում է, որ այլև ինքը միջև թանկ վճարել են, որ առաջ 10,000 էր վճարում, ավտոմատ դա դառավ արդեն 12-13,000, որտեղ պետությունը հաշվապահի գինը բարձրացրել է։ Այսինքն հնարավորություն տուր, որ այդ ամեն ինչը իրար հետ լինի։ Ու դրա համար հիմա որպեսզի մի հաղորդման մեջ մենք անդրադառնանք, տեսնում եք, ստեղից ընդեղ էս գնում բան, ցավոք սրտի խնդիրը այնքան մեծ է, որ մենք գլոբալ խնդիր ունենք, ասում աջ ձեռքը տեղյակ չի, ձախ ձեռքը ինչ անում, այսինքն հարկային քաղաքականությունը անում է իր հարկային քաղաքականությունը, տնտեսությունը չգիտենք ինչ է անում ու դրա համար չես կարողանում ընդհանուր հիմա նույնիսկ չեմ կարողանում պատասխանել մենք ինչ ենք ուզում,
որ ես ձեզ ասեմ հարգելի գայք, ձեր ուզածը այո լավ լուծում է, եկեք այդ լուծումով գնանք։ Անկեղծ չգիտեմ, մենք ինչպիսի տնտեսություն ենք ուզում, ինչպիսի ՓՄԶ ենք ուզում, ինչպիսի տարածքային զարգացվածություն ենք ուզում, աղքատությունը ոնց ենք ուզում բան անենք։ 18 թվին կհիշեք, տենց մի հատ լավ թեզիս էր պտտվում, ներառականություն, մոռացանք այդ թեզիսի մասը։ Ներառականության ամենաառաջի պայմանը այնպես անել, որ հնարավորինս շատ փոքր ու միջին բիզնես բացվի։ Որոշ վիճակը շատ մարդիկ բիզնեսով զբաղվեն, աշխատատեղ բացեն, տենց բան էլ կա, չեմ հիշում միջազգային որ ստանդարտներով էր, բանով, որ ինչքան բնակչություն կա, դրա 10%-ից ավելին պետք է ՓՄԶ լինի, էլի այսպես ասած, ՓՄԶ-ներ գիտեք, ակտիվ բիզնեսների միշտ 90%-ն է, հա։ Հիմա եթե մենք նայենք 110-120 հազար ակտիվ բան ունենք, գրանցված տնտեսավարող ունենք, ու եթե հաշվենք 2.7 միլիոն բնակչություն ունենք, նշանակում է մենք առնվազն 2 այդքան պետք է բիզնես ունենանք։ Շատ քիչ է։ Այո, շատ քիչ է։ Հələ այդտեղից որ մենք հանենք այն ռելոկանտներին, այն մեկօրյա բացված ԱԶ-ներին եւ այլն, հələ իրական պատկերը ուզում ասեմ ավելի քիչ է։ Մենք հիմա այս sense գործողություններով, երբ որ այն ուսանողն էլ, որը այսօր մտածում էր, ասում էր, հա, ես էլ գնամ մի հատ ընկերոջս հետ ընկերություն բացեմ, սկսեմ, ինքը որ մի հատ գնում է հարկային խորհրդատուի մոտ, ասում է, sense պիտանես, sense պիտանես, որ այսքան լինի հարկը, ասում է, շնորհակալություն, ես գնամ բան։ Իդեպ միայն ուսանողները չէ, նաև ասացի, որ եւ վերջում ուզում եմ հարցնեմ նաև տարբեր ոլորտների մասին, որովհետեւ տեսեք լուծումը, ինչպես զրույցի սկզբում նշեցինք, առևտրի ոլորտի լուծում տրվեց, բայց օրինակ ծառայության համար մարդիկ, որոնք օրինակ կրթությամբ են զբաղվում, մարդիկ զբաղվում են իրենց ինտելեկտը վաճառելով ընդհանուր եթե ձևակերպենք, իրենք ոչինչ չունեն ներկայացնելու որպես գնում, որպես ծախս, որ դուրս գնան։ Ինչը սպասվում է մարդկանց։ Իրենց ասում եմ ոնց որ իմ խոսքում ասացի, ոնց որ արտադրության ոլորտին են մոռացել, որը ցանկացած երկրում պետք է լինի առաջնահերթություն։ Բայց վիճակագրությունը լրիվ ուրիշ բանի մասին է խոսում, էլ այսինքն ասացի ձեզ, մեր ՓՄԶ-ի 50%-ից ավելը առևտրի ոլորտում է, էլի փոքր տոկոս արտադրությունն է, մի քիչ ավելի մեծ բանը ծառայություն։ Լուծումը չի տրվել իրանց, որովհետև համապարփակ չի նայել լուծումը։ Լուծումը չի տրվել նրանց, որովհետև ավելի շատ էին բողոքի ակցիա իրականացնողները առևտրի ոլորտից։ Լուծումը չի տրվել, ասենք օրինակ նույն ձևի, մենք այդ օրինակը նույնիսկ հանրայինի եթերում կարծեմ այդ բերեցինք այդ օրինակը, ասենք Ամիրյան փողոցի վրա աշխատող ատամնաբուժը, որը էլի ձեր ասած ծառայության ոլորտում է, եւ չգիտեմ Կոտայքի մարզի X համայնքում գտնվող միակ ատամնաբուժը, որը ասենք մի քանի գյուղ հազիվ սպասարկի կամ Վարշավիրը, իրենք նույն ձևի են հիմա հարկման ռեժիմով հարկում, որը էլի բան ժանրից է։ Մենք նույնիսկ զբոսաշրջության կոմիտեին ենք գրել, ասում ենք, լսեք, դուք երևի թե գնահատել եք ու գիտեք, որ մեր Սփյուռքի կառուցվածքից կախված Հայաստան նաև գալիս են որպես ներգնա տուրիզմ, հա, մեր սփյուռքահայ բարեկամները, որոնք գալիս են նաև ատամնաբուժական, այսպես ասած, չէ, տենց կոչվում է, գաստրոտուրիզմ, առողջապահական տուրիզմ։ Հիմա սա հարվածելու է դրանց, թե չէ, առնվազն 2 անգամ բարձրանում է հարկը, ասած դες, այդտեղ մեծ մասը ոչ թե իր նյութածախսն է, այլ իր 7-8 տարի սովորած հմտություններն են, 10 տարվա պրակտիկան եւ այլն, էլի։ Հիմա ուզում ենք դա անենք, թե չէ, չգիտեմ, այսինքն լուրջ չգիտեմ, մենք ուզում ենք այդ ճյուղը զարգանա, թե չէ։ Թե մենք ասենք պայմանական մի հատ չինովնիկ գնացել է մի հատ ատամնաբուժի մոտ մեծ գումար տվել իրան ՀԴՄ չեն տվել, ինքը տենց ջղայնացել է, ասել է եկեք վերջ, բոլոր ատամնաբուժներին մենք բան ենք կամ նույն ձեր ասած բանի մասնագիտական ծառայություն մատուցողները։ Էլի իրար հետ չի համընկնում, եթե մենք ուզում ենք ՓՄԶ-ին կրթենք, բայց ով պետք է կրթի, չէ, ասենք կոնսուլտանտները, բիզնես խորհրդատուները եւ այլն։ Եթե նա ծառայությունը թանկացնում է, տեղից չէր օգտվում ինքը որ կրթվել, հա, պայմանական ըստ ձեր վիճակագրության։ Հիմա կօգտվի թե չէ։ Չեմ կներեք, կարող է տենց շատ խառնում եմ բանը, բայց ցավոք սրտի մի կետով չի էլի խնդիրը, որ sense հաշվում ես, ասենք, քանի բաներ է լինում, որ իրար չի համընկնում, հա։ Չես կարողանում հասկանալ քաղաքականությունը ինչ ուղղությամբ է գնում, որ կարողանամ ես դες պատասխանել, ասեմ, հա, սա ոնց որ լավ ուղղությամբ, որովհետև այսի բոլոր նշածները ազդում են մեկը մյուսի վրա։ Եթե չունես ՓՄԶ զարգացման ազգային կենտրոն, չունես ռազմավարություն ունես չես կատարում, այսինքն բաներ են, որոնք ասենք չես հասկանում, ուր ենք գնում մենք, էլ կամ ինչ ենք ուզում անենք, որ մենք գնանք, ասենք լավ, եկեք օգնենք, հասկանանք, ուզում եք, չգիտեմ, այս սարը բարձրանանք, եկեք օգնենք, ասենք այս ճանապարհով բարձրանանք։ Բայց անհայտ է, մեկը մի բան ասում, մի գերատեսչություն մի բան ասում, մի գերատեսչություն մի բան ասում, կառավարության ղեկավարը ուրիշ բան ասում, ասենց։
Տեսեք, ամենայն հավանականությամբ հարկային որոշումներով նաև բյուջետային հարց է լուծվում, որովհետև գրված բյուջեն հնարավոր է չհասցնենք արտարել, հնարավոր է գումար չլինի։ Մի կողմից տեսնում ենք, որ բիզնեսին դա կարող է հարվածել, մյուս կողմից դա կարող է հարկերի բարձրացումը կարող է եկամուտներ ապահովել, բայց եթե բիզնեսին ուժեղ հարվածեցին, բիզնեսը դուրս կգա ուղղակի եւ հարկեր չեն լինի։ Այս դիլեմային ինչպես եք նայում։ Ճիշտ եք, հիմնավորման մեջ գրված է, որ այս հունիսի 12-ի նախագծով անցած տարվա որ դրույքաչափերն էր, բայց դա մենակ դրույքաչափերը չի, էլի նաև ՊԵԿ-ի այդ որ ասի վարչարության ստուգումն էլ է, որ այս ապրանքը որտեղից եւ 18 միլիարդ լրացուցիչ եկամուտ է նախատեսել ֆիննախավաքի, որի մասին ես էլի հանդիպումների ընթացքում ասել եմ չի ստացվել, որովհետեւ վարկագծային կանոնը փոխվում, եթե նույնիսկ այն գերփոքր բիզնեսը կամ փոքր ու միջին ձեռնարկատերը, որը այն հարկային բեռով ինչ որ ձև վճարում էր, երբ որ դու իրան ավելի շատ ես, այսպես ասած, այդ բեռը անկրելի ես դարձնում, ինքը իր մոտ հակառակ ռեակցիա է սկսվում։ Ինքը սկսում է դեմարշ անել։ Ընդ որում սա ես չեմ ասում, էլի, սա հայտնի տենց անընդհատ մեջբերում եմ տնտեսագիտության մեջ լաֆերի կոր կա հայտնի, այդ որ այդ բեռը անկրելի աստիճանից անցնում է, միանգամից ինքը հակառակ ռեակցիա տեղի ունենում, սկսում են չվճարել հարկը, էլի։ Այնց որ այդ ազդեցության գնահատումը նաև նրանց իրանց է պետք, որ իրանք հասկանան վարկագծային կանոն ինչպեսին կփոխվի, կվճարեն այդ 5-ից 10%-ը, թե ընդհանրապես բան։ Ես այս առաջի երամսյակի հաշվետվությունները շուտով տան, մենք հարցում ենք անելու, որտեղ Ֆիննախը մեզ ասաց կսպասենք, տեսնենք առաջի երամ։ Չնայած մենք շփումներով մենք հասկանում ենք, որ կա այդ երևույթը արդեն, գումարած դրան, որ իրականում առողջաշրջանառությունն է անկել մեր երկրում, էլի մի շարք օբյեկտիվ ուսու։ Այսինքն այդ եկամուտը չի ապահովելու, այն որ կանխատեսեն։ Բայց ցավում եմ դրա համար ոչ մեկ պատասխան չի տալու։ Այսքան նյարդեր, այսքան բան, ոչ մեկ դրա համար պատասխան չի տալու, ով էր այս նախագիծը բերել, ով էր խոստացել եւ ինչու չեղավ։ Եվ նյարդերի մասին, փոքր եւ միջին բիզնեսը ի վերջո համաձայն են փոփոխությունների հետ, արդյոք էս վերջին դրվագային լուծումները ինչ որ հարց իրականում դա մի քիչ շեղեց, որտեղ մարդկանց մոտ այդ տենց դեզինֆորմացիա գնաց, որ լուծվել է, եկեք չբողոքենք եւ այլն։ Բացի դրանից իմ ունեցած ինֆորմացիաներով որոշ առողջ իրականացման վայրի կազմակերպիչներ կան, որ պետական պաշտոնյաների հորդորով այնպես են անում, որ ընդեղից մարդիկ դուրս չգան փողոց, այսինքն այսինքն շատ թաքնված հարցեր կա, որը ազնիվ չի։ Դրանք ռեպրեսիվ մեթոդներ են։ Ռեպրեսիվ, տենց ինչ որ փափուկ, տենց համոզում են ձեր հարցը կլուծվի, դուք մի դուրս եկեք, ես մի խմբին դուրս, բայց դա էլի ազնիվ չի, նույնիսկ իրանց համար դա վտանգավոր է, այսինքն որոշում ընդունողները, որ փորձում են տենց մասնատելու այնպես անել խմբերով, որ մարդիկ դուրս չգան փողոց իրենց բողոքելուց են, դա իրանց օգուտ չի բերելու, այսինքն մարդը որ նստես տեղը միևնույն ինքը դժգոհ է, ինքը չի վճարելու, ինչ օգուտ դրանից։ Ու իմ իմանալով վերջին անգամ որոշվել է, որ հենց առաջի երամսյակից հետո ապրիլի 14-ին նորից հավաքվեն փոքր ու միջին բիզնեսը բանում, հանրապետության հրապարակում։ Այդ ընթացքում նաև մենք փորձել ենք, քանի որ մեր մանդատը նաև այդ երկխոսությունը այնուամենայնիվ ապահովել փաստաթղթերով, մենք դիմել ենք նաև էկամկայի նախարարությանը, որ խմբային քննարկումներ անի մինչև մարտի վերջ, այսինքն մինչև երամսյակի ավարտ, այսինքն առևտրի ոլորտը իր տարբեր բաղկացուցիչներով, ներմուծող, վերավաճառող եւ այլն, արտադրությունը իր, ծառայությունը իր, այսինքն հիմա հույս ունեմ այդ ընթացքում կանեն, բայց այտենց քիչ հավանական է հաշվի առնելով որ մոտենում է, բայց փոքր ու միջին բիզնեսն է որոշել է, որ այտենց մոտեցում կա, որ երամսյակը ավարտվի, ինչ ենք անելու, ու երամսյակը ավարտվի, որոշել են ապրիլի 14-ին հավաքվեն հրապարակ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Զրուցում էինք փոքր եւ միջին ձեռնարկությունների համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանի հետ։